Տարվա երկրորդ կեսին մոտ 2-3 ժամ առաջ արդեն երկրորդ եւ երրորդ նախագահները եկան Ծիծեռնակաբերդ, քաղաքական գլխավոր դեմքերը օրվա առաջին կեսում էին այստեղ առավոտյան ժամերին։ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ առանձնապես չզրուցեց, ոտքի վրա շատ կարճ հարց ու պատասխան եղավ, իսկ արդեն Ռոբերտ Քոչարյանը, ով Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն է, համալիրից դուրս գալուց արդեն պատասխանեց հարցերին, ճիշտ է, քաղաքական թեմաներին շատ չանդրադարձավ, միայն հենց հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ հարցերին պատասխանեց, փորձեցինք հասկանալ նրա գլխավորած քաղաքական ուժի դիրքորոշումը, թե արդյոք շարունակելու են պահանջատիրության եւ ճանաչման քաղաքականությունը եւ ընդհանրապես ինչ մոտեցում ունեն, ինչպես են շարունակելու, ինչ տեսակետներ ունեն։ Նա այս հարցին պատասխանեց եւ ասաց, որ միջազգային ճանաչման հարցը լինելու է նրանց օրակարգում, սակայն պահանջատիրության հարցի շուրջ պետք է ավելի զգույշ խոսել, թե ինչ էր ասում երկրորդ նախագահը, առաջարկում եմ հիմա դիտել։ Պարոն Քոչարյան, տեսեք, ասում եք մոռացության մատնել հնարավոր չէ։ Իսկ պահանջատիրության վերաբերյալ, օրինակ ձեր դաշինքը հիմա ինչ մոտեցում ունի, եթե իշխանության գաք, ինչ եք անելու, ձեր քաղաքականությունը ինչպես է կառուցել։ Ծրագրում հստակ արձանագրված է, որ մենք ճանաչման ուղղված ջանքեր ենք գործադրելու եւ այդ փորձը ունենք։ Ճանաչման թե պահանջատիրության։ Չէ, պահանջատիրությունը խնդրայրուց է իսկապես եւ տվյալ դեպքում մենք չպետք է անցնենք, այսպես հատենք մի գիծ, որը առաջինը իրատեսական չի, երկրորդը խնդիրներ է առաջացնում։ Հիմա շատ է ներկայացվում, որ շատ պրագմատիկ մոտեցում ենք պետք է ունենանք։ Մենք հասկանում ենք, որ սա մի փաստ է, որը ժխտել հնարավոր չի, բայց որի մոռանալ ուղղակի եւս հնարավոր չի մեր ժողովրդին։ Փաշինյանի ուղերձի հիմնական կետերը լսենք, ըստ էության շատ չեն տարբերում ձեր ու նրա թեզերը, միայն դուք նաեւ ճանաչման հարցը։ Իրոք։ Դե էլի ասում են պահանջատիրության հարցը դիչում է։ Ուրեմն կամ մեր թեզերը չեք լավ։ Չէ, ասում են պահանջատիրության կամ վարչապետի թեզերը չեք լավ ընկալել, բայց ոչի եզրեր չկա։ Տաթևիկ, իսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մարդկանց հոսքը չի դադարում, թեև արդեն ինչպես տեսնում եք մութ է, հենց իմ հետևում էլ տեսնում եք, որ մարդկանց հոսքը կարելի է ասել անդադար է եւ այսպես հերթով են թողնում, որպեսզի մարդիկ առաջանան, երբ հենց այն հատվածում մարդկանց թիվը մեծանում է, փոքր այլ ներքևում ոստիկանները փակում են ճանապարհը, որպեսզի հերթը շատ ավելի հեշտ լինի։ Կարգավորել, թե որքան կշարունակվի այս մարդկանց հոսքը չեմ կարող ասել, իսկ արդեն ներսում եթե համեմատենք, թե որքան ծաղիկներ են խոնարհվել այսօր, արդեն դրանց հետևում նույնիսկ մարդիկ տեսանելի չեն արդեն։